Ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել այն, ինչ նախընտրական շրջանում խոսել եմ կապված Երևանի եւ Գյումրիի հետ։ Ես անկեղծ ասեմ, այն ինչ տեսա Գյումրիի թաղամասերում, ճիշտն ասած ինձ համար անսպասելի էր եւ նաեւ ինչ որտեղ տենց շոկային ազդեցություն ես չէի կարող պատկերացնել, որ այն երկիրը, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես 58 թաղամասում կարող են լինել այդպիսի վիճակում գտնվող բակեր, փողոցներ, որը խայտառակ տեսարաններ է։ Մենք պետք է գտնենք ձևերը, որ եթե անհրաժեշտ է, իհարկե ես ասել եմ, որ կարծում եմ, որ Գյումրին պետք է մենք հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ, բայց միջև էլ թեկուզ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմիններին, մենք պետք է այնտեղ արագ գործողություններ իրականացնենք այսօրվանից սկսած մենք պետք է հասկանանք ինչ ենք անում եւ մասնավորապես տարեկան մեր 500 կիլոմետր ճանապարհների շրջանակում տարեկան 25 կիլոմետր մենք պետք է իրականացնենք Գյումրիում, 50 կիլոմետր պետք է իրականացնենք Երևանում, որպեսզի նաև Երևանի հետ կապված ես կարծում եմ, որ այդտեղ շատ կարևոր է այն, որ շատ մեծ աշխատանք է արված բակային հատվածներում, դա շատ լավ է եւ պետք է այդ process-ները շարունակենք։ Հիմա մեր նախընտրական ծրագիրը իրականացնելիս նաև Երևանում մի դեպք կոնկրետ տեղեր կան, որտեղ երեխաների հետ կոնկրետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել եւ դա էլ պետք է կոնկրետ հասցեներով իրագործենք, բայց շատ կարևոր եմ համարում, որ Աջափնյակ մետրոյի կայարանի շինարարությունը ի վերջո սկսենք, որովհետեւ ընդ որում ուզում եմ ասել, որ այդտեղ ի հեճուկս տպավորությունների ոչ մի հետաձգում չկա, որովհետեւ նախագիծը, որը պետք է նաեւ արձանագրել, որ մենք 30 տարի այդ կարգի նախագիծ չենք իրականացրել եւ նախագծի փորձաքննությունը, համալիր փորձաքննությունը ինքը բավականին երկար է տևել։ Հիմա արդեն նախագիծը պատրաստ է իրագործման, այսինքն մենք Երևանի քաղաքապետարանի գործընկերներն առաջարկում են, որ մենք սկսենք տեխնիկական հսկողի ներգրավման մրցույթից, որպեսզի էդ էլ պետք է վստահ լինենք, որ կա գործընկեր, որ ունի անհրաժեշտ գիտելիքներ, որ վերահսկի այդ ամբողջ process-ը, որովհետև եթե մենք մեր սովորական ձևերով անենք, մեծ հավանականությամբ այդքան էլ չի ստացվի եւ հաջորդիվ արդեն գնանք առաջ այլ մյուս ուղղություններով, այսինքն բուն շինարարության ժամանակացույցը եւ արդեն կապալառու ընկերություն ներգրավելու բնականաբար ֆինանսավորման եղանակները եւ մեթոդները հասկանալու ուղղությամբ Դե իհարկե ամենամեծ նորությունը, որը տեղի ունեցավ այս ընթացքում, թրիփ նախագծի իրագործման վերաբերյալ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրած համաձայնագիրն է, որը պետք է անցնի վավերացման ընթացակարգ, դա պետք է անել հնարավորինս արագ, որպեսզի գետնի վրա հնարավորինս արագ սկսվեն աշխատանքները։ Այս ընթացքում, որ ես արձակուրդի մեջ եմ եղել, Ախուրիկ Գյումրի հատվածի երկաթուղու վերականգնման նախագծման մրցույթն է հայտարարվել եւ մենք այդ ուղղությամբ էլ պիտի ակտիվ աշխատենք երասկայարանի հատվածում մենք պետք է ակտիվ գործողություններ սկսենք ներառյալ երկաթգծի կայարանի նորոգումը եւ Ախուրիկի հատվածում, Գյումրիի հատվածում եւ Երասխի հատվածում, որպեսզի այստեղ էլ մենք պետքա որոշումներ կայացնենք եւ գնանք առաջ։ Հյուսիս-հարավի շինարարությունը շատ հաջող ընթանում է, Ագարակ Քաջարան հատվածի առաջիկայում մենք կսկսենք նաեւ Քաջարանի թունելի շինարարությունը, հաջորդիվ տեղի կունենա արդեն Բարգուշատի թունելի շինարարությունը, որի շուրջ պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ֆրանսիայի մեր գործընկերների հետ, եւ հյուսիս-հարավը պետք է շարունակի մնալ մեր առաջնահերթ նախագծերից մեկը, քանի դեռ այն ամբողջությամբ իրագործված չէ, մեծ նորությունը ընտրություններից առաջ եկավ, որ հարավարեմտյան թաղամասի հետ խնդրահարույց հատվածի հետ կապված ի վերջո դատական process-ները, դատական ավելի ճիշտ փակուղին հաղթահարված է էլի օրենսդրական փոփոխություններ անելու արդյունքում
եւ այդ ուղղությամբ էլ պետքա գնանք եւ աշխատենք։ Հաջորդ մեգա նախագիծը, այսինքն ամբողջության մեջ մեգա նախագծերը ջրամբարների հետ կապված մեր նախագծերը պետքա լրջորեն մենք բան անենք, արագացնենք, որովհետեւ էլի մեզ համար բարդ եւ անծանոթ թեմա է նախորդ շրջանում, այդպես կարծում եմ պատշաճ նախապատրաստվել ենք արդեն, որպեսզի արդեն սկսենք իրագործումը եւ ժամանակ չկորցնենք։ Ես ուզում եմ անկեղծ ասել, որ ես մեր ֆինանսական հնարավորությունների հետ կապված չունեմ մտավախություն, որովհետեւ առաջիկայում ակնհայտորեն եւ անկասկած Հայաստանը մեծ ներդրումային ակտիվություն է լինելու, TRIP նախագիծը իր հետևից ինքը արդեն միլիարդանոց ծրագիր է, բայց իր հետևից բերելու է նաև նոր միլիարդների ներհոսք եւ մենք այստեղ պետքա ավելի վստահ լինենք եւ ընդ որում նախորդող շրջանի մեր փորձը ինչա ցույց տվել, որ կարևորը փողը չի, կարևորը բովանդակությունն է։ Երբ որ մենք գիտենք ինչ ենք անում, ինչի համար ենք անում, այսինքն որոշված է մեզ անհրաժեշտ բովանդակությունը, փողի հարցը միշտ էլ լուծելի է։ Այսինքն ելի եմ ասում, մենք նախորդող շրջանում չի եղել մի նախագիծ, որ չեն կարել այն պատճառով, որ փող չկա, որովհետև երբ որ կա անելիք, այդ անելիքը հստակ է, համաձայնեցված է եւ կա համոզմունք դրա բովանդակային ճշմարտության եւ արդարացվածության վերաբերյալ, մենք այդ նախագիծը պետք է անենք։ Իհարկե արժևում մենք պետք է մտածենք, թե ոնց ենք ներդրումային կոմիտեի աշխատանքները ակտիվացնում, մենք պետք է աշխատենք հիմա գալ են կետին, երբ որ բոլոր նախագծերը անցնում են ներդրումային կոմիտեում եւ դա նշանակում է, որ մենք շատ պիտի աշխատենք, որովհետեւ նախորդ ռեժիմը, որ ասենք մի քանի ամիսը մի անգամ ներդրումային կոմիտե ենք հրավիրում, դա չի աշխատի։ Բայց նաեւ մյուս կողմից էլ պետք է հասկանանք ամբողջ ինչ ծավալ ենք մենք ներդրումային կոմիտեում քննարկում, որովհետեւ ակնհայտ է նաեւ, որ ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք ֆիզիկական պիտի ինստիտուցիոնալ ձևը փոխենք իրա, կամ ուղղակի մտածենք, թե ինչպես ենք աշխատում։ Այսինքն դա ամենալավ տարբերակն է, որպեսզի նախագծերը, մեծ նախագծերը բոլորը անցնեն ներդրումային կոմիտեով, այսինքն իմանանք, որ նշաձողից վերև է, որ պետք է ներդրումային կոմիտեով անցնեն, որպեսզի քննարկումները լինեն լիարժեք եւ այդ ծախսերի մեջ մեզ տենց կասկածի տեղ չմնա, որ արդյոք մենք ճիշտ ենք անում, որ գնում ենք այդ ուղղությամբ։ Հետևաբար սա նույնպես եւ առաջիկայում այդ նշանակում է, որ հունիսի վերջին, հուլիսի սկզբին մենք պետք է ներդրումային կոմիտեի նիստ հրավիրենք եւ նաեւ համադրելով կառավարության նոր ծրագրի հետ, առաջնահերթությունների հետ, արդեն որը պիտի բխի քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրից եւ Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինից, մենք պետք է արդեն մինչև այդ նախագծի հիմնական տեքստը ունենանք եւ արդեն ներդրումային կոմիտեն այդտեղից բխող օրակարգով սկսենք աշխատել